Ոնց կարաս խափնվես մեքենա առնելուց։ Ավտո ենք առնում BMW X6M, հայ։ Վինը ճպասնում ենք Google-ում, բերում է Bitcars կայքը։ Նայում ենք խփած չի։ Sales history-ում էլ ոչ մի խփած բան չկա։ Հո, քո փարտում իդեալական բոմբ վիճակ, նկարները մեկը մեկից լավ ու պատին խփելու։ Բայց, եթե վինը վերցնենք ու գրենք myvin.am կայքում, վճարելով 2 հատ քյաբաբի գին, ու Carfax-ով մենք կտեսնենք, որ այս մեքենան խփած է եղել։ Խփած է եղել 1 հետևի աչանկյունից, 2 դիմացի հատվածից, 3 էլի հետևի աչանկյունից, երբ եւ ինչ հարցերով է սերվիզում սպասարկվել, 4-րդ խփածը էլի հետևի աչանկյունից, 5 դիմացից, ու էլի հետևի աչանկյունից 6-րդը 6 անգամ էս մեքենան խփած է եղել։ Կամ Հայաստանից առնելուց, որ վինով նայում եք, թե ոնց է խփած եղել միջև սարքելը, ձեզ Google-ը ցույց է տալիս վերջի խփածի նկարները, բայց դրանից առաջ որ մեքենան կլխկոնձի տված է եղել, դրա նկարները Bitcars-ում ու Google-ում չկա։ Մի խոսքով, մեքենան առնելուց առաջ, եթե չեք ուզում հետագայում խնդիրների առաջ կանգնեք, անպայման ստուգեք իր վինով Carfax-ը։ Նաև myvin.am-ում հնարավորություն կա ցանկացած մեքենայի կոմպլեկտացիան նայել։ Կայքն էլ ստուգած է, ինքը աշխատում է Amio բանկի հետ, քցոցի չկա։ Ձեր տվյալներն էլ պաշտպանված են։ Ավտոմեքենաների հետ կապված է լիքը տեստ դրայվեր նայ իմ YouTube-յան ալիքում։